Ուժերում հոգևորականի ներկայությունը դա շատ կարևոր է եղել զինվորի համար եւ այդ թվում հենց հոգևորականներն էլ զինված ուժերում լինելով ավելի խորացնում էին իրենց ծառայությունը ոչ թե մի ուղղությամբ էր գնում, այսինքն եկեղեցում համայնքում ծառայություն, այլ նաեւ զինված ուժերում, որտեղ միտեղ են հավաքված արդեն տարբեր բնակավայրերից, տարբեր միջավայրերից եկած տղաներ, տարբեր դաստիարակություններով բայց այդ բոլորին միավորում էին իրենք եւ հոգեորականներն իրենց մեջ է լինում եւ շատ վառ երևում էր հոգեորականի ծառայությունը զինված ուժերում մանավանդ օրասական պահերին որոշակի իմաստով կարող ենք համարել եկեղեցու դեմ տարվող այս process-ների շարունակություն միանշանակ այո զուգահեռ նաև կարող ենք անցկացնել ոչ միայն եկեղեցու դեմ արշավի մի մասնիկ է կազմում սա ասում են չէ հոգեորականներն էլ հենց կնդերեսներից էլ կան չէ որ ասում են որ իրենց առաջարկվել է արի սենց քեզ առաջարկում ենք էս այսինքն ամենտեղ դնելով ձեռքերը ամենտեղ ապականելով թուլացնելով նաև եկեղեցու դերն են ուզում թուլացնեն բայց նաև պետական շատ կարևոր ազգային եւ պետական մի կառույց, որը զինված ուժերն է, շատ կարևոր, արդեն դա էլ են սկսում մասնատել։ Երեք երեկոյան տեսանք, որ վարչապետ Փաշինյանը խաղաղության համար մրցանակ ստացավ մեր թշնամի երկրի նախագահի հետ։ Իսկապես խաղաղություն է հիմա Հայաստանում ու նա արժանի էր այդ մրցանակին։ Նախ ինչի համար ստացավ այդ մրցանակը։ Իրական աչքերով նայենք, հա։ Ինչի համար է ինքը ստանում այդ մրցանակը։ Նախ մրցանակը ստանում է նա, ով արժանի է մրցանակին։ Իսկ եթե ստանում է մեկը նման մրցանակ ու ում հետ է ստանում, ինչպես նշեցիք հենց թշնամի երկրի ղեկավարի հետ է ստանում, նշանակում է ինչ-որ մի բան իրենք իրար հետ են անում։ Ու ցույց են տալիս աշխարհին իբր միգուցե ինքը արդեն նկատի գործին նախորդ շաբաթ տեսանք, որ դատավորին կարծես դուր չեկավ փաստաբանների անդադ միջնորդություններն ներկայացնելու այս քաղաքականությունը ու ասած անցնենք ապացույցներին, ինչու նման պահանջ ներկայացրեց դատարանը։ Ոչ թե դատարանին դուր չեկավ միջնորդությունները ներկայացնում, այլ դատարանը հենց ասաց ինչու չեք ներկայացնում։ Այսինքն ակնհայտ երևում է, որ այն ինչու մեզ մեղադրում են, դա չի ապացուցվում։ Դրան հակադարձող էր հենց դատավորը ասում, դուք բերեք փաստարկներ արդեն պաշտպանական կողմին, որ դուք գոնե ասեք ինչն ինչոց է այսպես էլի, ձևակերպենք։ Բարգասու ամեն ինչ ջրի երես։ Սպասելիքներ ունեք հիմա բավականին տևական ժամանակ է արդեն գնում այս դատական process-ները, ինչ սպասելիքներ ունեք ի վերջո։ Լինում է, չէ, որ գիրք ես ընթերցում ու մտածում ես, թե ինչպես է ընթացքը գնում, ուրեմն սրանից հետո սա կլինի, տրամաբանական հենց ուղղությունը տանում է դեպի ավարտը տրամաբանական։ Այստեղ ես բան չեմ հասկանում։ Ես չգիտեմ, որ փուլ հասավ, ինչի համար հասավ այս փուլ, բաց թողնվեց այն մի պահը, իմաստային չկա արդեն, խառնած էջերը գնում է այս կողմենքում ու չգիտես ավարտը ինչ է լինելու։ Մեր ցանցրալի իրավիճակ։ Yes.